Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, շուտվանից եթեր չէի մտել, բայց այսօր շատ կարևոր հարց է, խնդրում եմ անպայման այս տեսանյութը ձեր էջերում կիսվեք եւ անպայման բաժանորդագրվեք, ովքեր չեն բաժանորդագրվել իմ էջերին։ Հիմա տեսեք, այս քանի օրը երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի հատ հայտարարություն արեց այդ իր ընտրական արշավի ժամանակ, նախընտրական արշավի ժամանակ, որ ասեց, որ եթե ես չընտրվեմ, ահա որ շատ վատ պատերազմ է սպասվում Հայաստանին։ Հիմա տեսեք, էսի մի հատ ահա էս ինչ ասեց էլի այդ մարդը։ Ես խնդրում եմ ոչ մի նաև, չգիտեմ, նիկոլականներ, մյուս ավելորդ բաներ չգրեք այս տեսանյութի տակ, կոնկրետ մի հարցը քննարկում են, կարող եք ձեր կարծիքը գրել։ Շատերը ասին, էսի շանտաժ անում, էս ինչ հանցագործություն անում, մարդիկ այն ծիծաղում էին ասացի վրա, մարդիկ այն վախեցան, մի խոսքով։ Հիմա ես կոնկրետ ասեմ ինչ է կատարվում։ Ճիշտ ասած, իմ նախնական ուսումնասիրությունները, ես հիմա զբաղվում եմ այդ ինքս անձամբ անվտանգային հարցերով, հետևում եմ մեր այսպես կոչված հարևանների ամբողջ անցուդարձին եւ ասենք մոտավոր կարող եմ հաշվարկ անեմ, թե ինչ մտքեր ունեն։ Հիմա ես իմ հաշվարկներով ճիշտ ասած ցույց էր տալի, որ սեպտեմբերին իրոք Ալիևը մտադիր է հարձակվի Հայաստանի վրա։ Ուղղակի ես այդ հայտարարությունը չէի կարող անել, քանի որ դրա իրավունքը չունեմ եւ կարող եմ նաեւ սխալվել։ Բայց քանի որ Փաշինյանը դա արեց, հիմա ասեմ, այո, իրոք Ալիևը մտադիր է հարձակվի Հայաստանի վրա սեպտեմբերին։ Բայց Փաշինյանը լրիվ չասեց։ Ինքը այդ էմոցիաներով, տեսա, այդ միամիտ Ալիևի գաղտնիքը բացեց էմոցիաներով, Ալիևի գործին խփեց, ասենց ասեմ։ Դե բոլորս է գիտենք, որ էմոցիաներով Փաշինյանը այնպես բաներ է խոսում, որ օրինակ այն օրը մետրոյի մեջ տեսակ արցախցի կնոջ հետ ոնց էր խոսում էմոցիաների տակ, ուրեմն չեմ ասում, որ հերոսի աղջիկ էր այդ աղջիկը, բայց նաև կապ չունի ինչ աղջիկ էր, ով էր, կին էր, տղամարդը կնոջ հետ այդպես էմոցիաներով իմ կարծիքով չի կարող խոսա, այն էլ մետրոյի մեջ ու հլմնա երկրի ղեկավարը։ Այսինքն ինքը ցույց տվեց իր ներսում ինչ այդ իր ատելությունը մանավանդ արցախցիների նկատմամբ այդ ամեն ինչը էմոցիաների տակ ցույց տվեց նույնն էլ այն օրը այդ էմոցիաների տակ ինքը Ալիևի գործին խփեց ասեց որ հարձակվելու են սեպտեմբերին որ պատերազմ է լինելու հիմա ասեմ ինչա պլանավորում Ադրբեջանը Ադրբեջանը պլանավորում է հարձակվի ոչ թե այն դեպքում եթե Փաշինյանը չընտրվի այլ ընդհակառակը, իրանք հարձակվելու են, եթե դա իրանք հույսը, իրանք անցած տարի սեպտեմբերին էին ուզում հարձակվեին, ես էդ էլ էի հաշվարկ արել, բայց չհարձակվան, սպասում են ընտրություններից հետո Փաշինյանը լրիվ լեգիտիմանա ամբողջությամբ, որ Փաշինյանի խոսքը արդեն դառնում է երկաթից, եթե հիմա ընտրվավ, էլ ոչ մեկ չի կարա, ոչ մի բան խոսա, ուրեմն հայ ազգը էդ է ուզում, կզելա, կզում է հայ ազգը, վсё, տենց է, կամ ինչ կասի, տենց է անելու, եթե Փաշինյանն ընտրվավ, դե բոլորս էլ գիտենք Փաշինյանն ինչ է անելու, դրա համար հիմա Ալիևը պլանավորում է հարձակվի սեպտեմբերին, թեթևակի մի օրում ոնց որ Արցախի հետ արեցին։ Հարձակվեն։ Մի երկու հատ կրակեն, մենք մի քանի 100 զոհ ունենանք, այտենց ու հետո Փաշինյանը այդ վաղտը նորից ընտրված լինի, ելնի Ձենովոհանի նման, ելնի ասի դե ժողովուրդ դան ինչ անենք, ոչ ենք կոտորվելու, Սյունիքը տանք բրծնենք կամ չգիտեմ, էսի մի բանը տանք, Սյունիքի մասին է խոսքը հիմնականում։ Հա Էսա, սրան են իրանք պատրաստվում, Ադրբեջանը սրան է պատրաստվում, բայց եթե մենք ունենանք սեպտեմբերին հզոր ղեկավար, արդեն ռիսկ չեն անելու հարձակվեն, սա հաստատ կոնկրետ բան է, չէ, այսինքն իրանք հաշվարկ են անելու, թե մենք ինչ հակահարված կտանք իրանց, դրա համար արդեն չեն հարձակվի, իսկ եթե կհարձակվեն հանկարծ այդ սխալը Ալիևը կանի, մենք գիտենք, որ կարա այդ սխալը Ալիևը անի, ինչ անի, որտեվ ախորժակը Ալիևի շատ է մեծանում, գնալով օրեցօր մեծանում է, բոլորի համար դա գաղտնիք չի։ Այդ դեպքում եթե այդ սխալը գործի Ալիևը, այդ դեպքում հենց հակահարված կտանք, որը Արցախն էլ հետ կբերենք։ Բայց եթե ունենանք հզոր ղեկավար։ Հիմա տեսեք, այս Սասունցի Դավիթից մի հատ էլ հիշեցնեմ, նորից ստիպված եմ այդ հիշեցնելու, այդ Ձենովոհանի ու Արուց Մեհերի հետ կապված։ Էդի ու հենց այնպես չես հազարավոր տարիներ եկել ասել մեզ այդ խոսքը։ Նայեք ինչ է, Արուց Մեհերը որ իշխում է 40 տարի, ոչ մեկ չի կարող մոտենա նույնիսկ Սասունին։ Վախից, հզոր մեհերը, բայց այդ հզոր մեհերը հո ինքը մենակով չի ելնում, չէ, այտենց նկարագրվում է հզոր հսկան, թշնամու բանակի դեմը կռվում։ Մեհերը ուներ
ազգ ուներ բանակ, չէ, այսպես, հա, ու այդ նույն ազգը, նույն բանակը կա, բայց երբ որ առյուծ մեհերը մահանում է, այդ հզոր ղեկավարը մահանում է, գալիս է Վախկոտ Ձենով Օհանը, նայեք, ընդամենը ղեկավարն է փոխվում, ուշադիր լսեք, սա հենց կոնկրետ մեր մասին է, ղեկավարը փոխվում է, սաղ նույնն է, երկիրը նույնն է, ազգը նույնն է, զենքը զրահը սաղ նույնն է, ղեկավարը փոխվում է, Վախկոտ ղեկավարը գալիս է, Ձենով Օհանը, մեր դեպքում պարոն Փաշինյանը, ուրեմն ընդեղով էր բան տիչը անունը, Մսրան Մելիքը մինչև այդ 40 տարի չէր արձակվել, հենց առյուծ մեհերը գնում է Ձենով Օհանը գալիս է, Մսրան Մելիքը մեր դեպքում էլ արդեն Ալիևը որոշում է հարձակվի 20 թվին Հայաստանի վրա, քանի որ հզոր ղեկավար Հայաստանը չունի, անտեր է Հայաստանը, հենց այս կոնկրետ այս նույն պատմությունն է, սա համեմատություն չի, ստից չի, կատակ բան չի, ուշադրություն դարձրեք սրա վրա, հարձակվում է Ձենով Օհանը, գնում է Սասունը, քաշում է թրի տակ, չոքում է բանի դեմը, Մսրան Մելիքի դեմը, նույն պատմությունն է, հիմա ինչ մենք ունենք 2018 թվից ունենք ղեկավար, թուլ ղեկավար, հա, Վախկոտ ղեկավար, ախպեր, տենց է, հիմա 20 թվից 20 կորուստները, սաղ տալիս, կապ չունի ինչ ձևով, նա 20 թվից այս կողմը, մենք մինչև հիմա տալիս ենք ու հլը այս սեպտեմբերին էլ ենք տալու շատ մեծ, ավելի վատ, ավելի ցավ, եթե էլի ունենանք թուլ ղեկավար, սա դուք չմտածեք, թե ինչ որ նախընտրական քարոզարշավ եմ անում, ինչ եմ անում, ոչ, ես ոչ մեկի չեմ ասում, գնացեք ես հզորին ընտրեք, ում կուզեք գնացեք ընտրեք, ձեր ցավն է տանը, կարևորը հզոր ղեկավար, տեսեք ով է հզորը, իրոք հզորություն է մեզ պետք, մնացածը ամեն ինչ ունենք, զորքն էլ ունենք, մենք բոլոր ազգն էլ, հայ ազգը, եզդի ազգը, բոլորս էլ պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենիքը, մեզ ընդամենը պետքա ղեկավար, 20 թվի կորուստները էլի ամեն ինչ ունեինք այդքան, չասեք իրանք շատ էին, բայց 10% շատը 10 անգամ ավելը միշտ էլ եղել են, զենքով էլ քանակով այդ 1000 անգամ ասել եմ, նույնն է, հիմա էլ է նույնը, 90-ականներին էլ էր նույնը, ավարյալի վաղտ ավելի վատ է եղել, մեզ հզորություն է պետք, մեզ պետք է հզոր ղեկավարման հարց է պետք, այսքան բան, լավ ղեկավար, որ չվախենա, իմանա ինչ անում, գործից հասկանա, էսա, ում գտնում եք, որ հզորա իրան ընտրեք, պատերազմ չի լինի, Ալիևը կվախենա, ոնց որ Մսրան Մելիքը վախենում էր առյուծ մեհերից, Ալիևը կվախենա, չի հարձակվի, հարձակվելու դեպքում էլ ասեցի, չէ, ընենց հակահարված է ստանալու, որ վերջ, էդի վերջն է լինելու իրանց, մի կասեք ինչով, ամեն ինչ կա, ընդամենը մի հատ կազմակերպչական հարց է, այդ սաղ պլաններն էլ գծած կա, տարբեր հրամանատարների, տարբեր ղեկավարների մասշտաբով, շատերը հիմա տունը նստած են, գործից հայրել են, ծառայությունից դուրս են եկել, այս ղեկավարության պատճառով սխալ շատերը, գեներալներ, գնդապետներ կա, ամեն ինչ արածա, ամեն ինչ մտածած, դրանք կգան, սաղ կանենք նորից, ընդամենը այս խնդիրն է, հասարակ պրոցեդուրա, հասարակ բան եմ ասում, 40, չենք թողա երեխեքը զոհվեն այդ 18-20 տարեկան, հենց հարձակվան, ետքան ասել եմ, ես հիմա էլ ասեմ, երկրի վրա հարձակում եղավ, մի օրվա մեջ պետքա 45-ից բարձր, բոլոր տղամարդիկ, բոլորը, անխտիր, նույն վարկյանին հասնեն իրանց գործերին, իրանց վայնկոմատները, իրանց դիրքերը, վերջ հարցը լուծված է, տեխնոլոգիաները ունենք, ոնց պաշտպանվենք այդ պլաստմասի բիսպիլոտնիկներից, այդ սաղ գծած ամեն ինչը կա, ընդամենը պետքա արագ իրագործվի այդ մի կարճ ժամանակում, ծախսեր մեծ պահանջներ պետք չի, այդ սաղ կա, ընդամենը ասում եմ նորից, հզոր մարդապետ, որ մեր գլխին լինի, ազգի գլխին լինի, այսքան մի բան։ Դրա համար այդ Փաշինյանի ասածները ուրեմն պետքա մի քիչ խորը ընդունենք, իրոք հասկանանք ինչ է ասում, որ ասում է, եթե ես լինեմ ղեկավար պատերազմ չի լինի, բայց եթե ես չընտրվա, հաստատ վատ պատերազմ է լինելու։ Ինքը լրիվ ճիշտ է ասում, չի սուտ ասում, այո, ինքը որ լինի, մենք անզեն պատերազմից վատ բան անզեն մորթվելն է։ Կարող է մենք այս մեր սերունդը չմորթվի անզեն, հələ տալու ունենք, sense տանկ, մի քիչ մինչև պրծնենք, բայց հաջորդ սերունդները հաստատ անզեն մորթվելու են, ցեղասպանություն են ստանալու, այդ նույն 15 թիվն առնելու, որ զենքի առանց զենք մնացին ու կոտորվան սաղ։ Նույնն առնելու, իսկ եթե հզոր ղեկավարը լինի, ցանկացած հայ տղամարդ, հայ, եզդի,
Հələ նայեք ձեր շուրջը, ձեզ նայեք, դուք պատրաստ չեք ձեր ընտանիքը պաշտպանելու, ձեր հայրական տունը պաշտպանելու, պատրաստ չեք։ Ձերերն էլ կա, ղեկավարը ելնի ընդամենը ղեկավարի։ Ինչ եք ուզում։ Բոլորն էլ պատրաստ են, այս ցռան վերգոները կներեք այդ բառի համար, որ սենց ներկայացնում են հայ ազգը, սրանք շատ քիչ են։ Հիմնական ազգը հայերը, մեր եզդի եղբայրները, մենք բոլորս էլ մեր տները պատրաստ ենք պաշտպանելու։ Եթե պետք լինի, այո, կյանքի գնով։ Դրա համար այս պատերազմով վախացնելը, ինքը որ ասում է պատերազմ, եթե ես չեղա պատերազմ կլինի, ես որ եղա չի, հա, ինքը որ լինի պատերազմ չի լինի, մենք չենք կռվելու, մեզ ոչ մեկ չի ասելու, չի թողալու կռվենք։ Մի անգամից հենց մի օրում հանձնվելու է, տեսանք արդեն։ Ինչ եղավ 20 թվից այսքան քանի անգամ հանձնվինք, ինչքան հանձնեցինք։ Նույն պատմությունն էլ Սյունիքում է լինելու, հետո հաջորդը տենց մի 5-10-20 տարի հետո մյուս սերունդին բան չենք թողալու, վերջ, պրծավ։ Դրա համար արխային գնում եք հզոր ղեկավար եք ընդունում, նորից եմ ասում, հզոր ղեկավար ընտրում։ Ընտրեք ձեր ցանկացած ում որ համարում եք հզորը, ամենահզորը, ով որ կարա այս գործը անի, կարա ազգին կառավարի, զորքը կառավարի, կարևորը զորքը կառավարի։ Մեզի կառավարի, որ մենք կարանանք պաշտպանենք հայրենիքը, եթե Ալիևը կմտածի հարձակվի մեր վրա, բայց ես հաստատ գիտեմ, ինքը խորը կմտածի նոր հարձակվելուց առաջ, որ տենա հզոր ղեկավար ունենք, հաստատ չի հարձակվելու։ Չվախենաք, պատերազմից չվախենաք, այ անզեն մորթվելուց վախեցեք։ Ու հանկարծ դա թույլ չտաք։ Ընտրեք ձեր ուզած հզոր ղեկավարին, ես ոչ մեկին կոչ չեմ անում, սրան ընտրեք են մեկին, ես մեկին, ում որ համարում եք հզոր, ով որ կարա ազգը առաջ տանի, բանակը առաջ տանի, այդքան բան։ Շնորհակալություն։ Դեռ կհանդիպենք, անպայման այս տեսանյութը խնդրում եմ կիսվեք ձեր էջերում, շատ կարևոր է իմ կարծիքով, եւ կարող եք ձեր կարծիքները գրել տակը, նորմալ, խնդրում եմ նիկոլականներ մյուս, նորմալ գրեք, նորմալ սաղս էլ մտածում ենք Հայաստանի մասին, չէ, ուզում ենք Հայաստանը չկորցնենք, էս է մեր միտքը, կապ չունի, հներ, նորեր, ես կողմ, մենք կողմ, էս է մեր ուզածը։ Հիմա Նիկոլը առաջարկում այս ձևով, այն մեկ այս ձևով, ես էլ ասում եմ, որ հզոր ուժով է։ Հայրենիքը առանց զենք հայրենասեր չի լինում, առանց զենք հայրենիք պաշտպանել չի լինում։ Մենակ դիվանագիտությունով չի, որը հիմա էլ չունենք համարյա կարելի ասել։ Այդ դիվանագետը գնա ինչ ասի, որ բանակ չունե, բանակը չի կռվելու, դիվանագետը էլ քեզ պետք չի, եթե դու ուժեղ չես, ատամներ չունես։ Էլ դիվանագիտությունն էլ պետք չի ստե։ Առաջինը զենքն է, հայրենիք պաշտպանելու, հայրենիք ունենալու համար զենքն է։ Այսքանը Կիսվեք ձեր էջերում, խնդրում եմ, կարծիքները կարա գրեք, հարցեր պատասխանենք, իրար հետ կշփվենք, բոլորս էլ մի ազգ ենք։ Այսքանը։